Քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, այսօր Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստն է։ Ի վերջո այսքան ձգձգվող դատական նիստերից դուք ինչ ակնկալիքներ ունեք։ Դատական պրոցեսների քննարկման համար որևէ նյութ գոյություն չունի։ Իսկ սկզբանե բոլորի համար ակնհայտ է, թե Դավիթ Համբարձումյանը ինչի հայտնվեց անազատության մեջ, ինչի են այս պահին իրան պահում տնային կալանքի ռեժիմում եւ այլն։ Դավիթ Համբարձումյանը մի գործով է անցնում, որտեղ առացիորեն նրա դեմ որևէ փաստ, նույնիսկ շատ մեծ կեղծիքի գնով պարզապես գոյություն չունի։ Կա պրոցես, որը նախորդ տարի մեկնարկել էր վարչապետի անվստահության գործընթացը, որտեղ Դավիթ Համբարձումյանը հանրապետականի տեխնացուն էր վարչապետի, կար ընտրական պրոցեսներ, որտեղ Դավիթ Համբարձումյանն էր հեղինակություն եւ ըստ իշխանությունների այդ հեղինակությունը օգտագործվելու էր իրենց դեմ եւ բնականաբար այս ամեն ինչը կառուցվեց դրա հիման վրա։ Եթե նկատել եք, եթե նույնիսկ վերջին 1 տարին էլ վերցնենք, հեղինակություն ունեցող մեծ թվով մարդիկ, ովքեր ունեն ազատություն, հասարակության մեջ ունեն հարգանք, պատիվ, նրանց շատ-շատերը ընտրովի տարբեր իրավիճակներից եւ իրողություններից հայտնվելով անազատության մեջ են հայտնվել, անցել են դատարաններով, անցել են բանտերով եւ այլն։ Եվ հիմա այստեղ էլ որ որևէ մեկն ասի, որ իրավական ինչ-որ բան կա, որը բովանդակային քննարկման մեջ կարող է, բնականաբար նման բան գոյություն չունի։ Իշխանությունը ունի մեկ նպատակ այս պահին դրված, հնարավորինս ձգել պրոցեսը, որպեսզի Դավիթը հնարավորինս երկար մնա տնային կալանքի ռեժիմում եւ այլն։ Բայց նույնիսկ այդ պարագայում էլ ինչ-որ գալու է մի հատ կետի ենք հասնելու, որտեղից այն կողմ նույնիսկ այս իշխանության պարագայում շատ դժվար է լինելու Դավիթին այդ ռեժիմով պահելը։ Սա է իրողությունը։ Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը այսօր իր շեփածնոցի ժամանակ ասաց, որ մենք այնպես պետք է անենք, իր խոսքն է մեջ բերում, որ պատերազմի եռագլուխը ազգային ժողով չանցնի, մենք դրա համար ամեն ինչ պետք է անենք։ Մենք դրա համար ամեն ինչ պետք է անենք։ Սրա տակ ինչ պետք է հասկանալ։ Քաղաքական ռեպրեսիաները միջև ընտրություններ եւ ընտրություններից հետո շարունակվելու է։ Նախ իրենց համար գլխավոր խնդիրը ձևակերպված է։ Դա իրենց արտաքին հովանավորների նաև միջոցով եւ սատարմամբ բոլոր այն ուժերին խաղից դուրս բերելն է, որոնք որևէ ձևով կարող են երկրում հավակնել իշխանության։ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի օրենք եւ սահմանություն խախտելով, որովհետեւ այս տարիների նրանց գործունեության հիմքում եղել է օրինակ խախտումները, սահմանության տրորումը եւ այլն։ Եվ այս պարագայում էլ շատ բաց տեքստով ասում է, որ մենք ցանկացած գնով օրենքով եւ օրենքից դուրս անելու ենք բոլոր քայլերը։ Իշխանությունը բնականաբար այս ողջ ընթացքում է փորձել է նոսացնել ընդդիմության շարքերը, անընդհատ թիրախավորել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն հանրության կողմից ընդունելի կերպար։ Եվ այս պարագայում իշխանությունը սա կարծես թե դարձել է իր համար որպես թիրախավորման արեք եւ այդ ճանապարհով է գնում։ Ես որևէ կասկած չունեմ, որ իշխանությունը ցանկացած բահին անհրաժեշտ միջոցները, կրկնում եմ, օրենքից դուրս գործածելու է, որպեսզի իր հայտարարությունները կարողանա կյանքի կոչել։ Սա չի խոսում քաղաքական ուժերի ազատ մրցակցության մասին, սա չի խոսում ընտրական պրոցեսներում սուրբ դիմակայության մասին, այսինքն քաղաքական բան տեղ գոյություն չունի։ Ըստ էության իրացիոնալ միջոցների մասին է խոսք գնում, որը դուրս է օրենսդրական կարգավորումից։ Շնորհակալություն։